նախընտրական քարոզարշավի ժամանակ ինչպես Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարություն կատարեց եւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ սա կարող ենք դիտարկել, որ այդ գործողությունների նախերգանքն է եւ հասնելու է ինչպես Ռոբերտ Քոչարյանին, այնպես Սերժ Սարգսյանին եւ Սամվել Կարապետյանին, որ կարող ենք տեսեք, տարբեր փուլերում մենք ականատես ենք եղել այնպիսի գործընթացի, երբ որ քաղաքական տարբեր ամբիոններից, խորհրդանից կամ խորհրդանից դուրս հայտարարվել է կոնկրետ քաղաքական թիրախի մասին, իրավապահ համակարգը հրապարակային հանձնարարություն է ստացել քաղաքական իշխանությունից եւ անցել է առաջ։ Նաեւ սրանով պայմանավորված է դուք քվարկեցիք մարդկանց, որոնք տարբեր քրեական գործերով անցնում են։ Սամվել Կարապետյանը այս պահին նաեւ սահմանափակումներով տնային կալանքի ռեժիմում է։ Սերժ Սարգսյանի նկատմամբ անընդհատ քրեական գործեր են հարուցվում, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են, այսինքն այն ինչ որ դուք ասում եք, դրանք այդ process-ներ են, որոնք ոչ միայն դրանց անունը արվել է, ոչ միայն իրավապահ դատաիրավական համակարգին այդ քաղաքական հանձնարարությունը իջեցվել են, այլ process-ները գնում են, թե դրանք ինչ դրսևորումներ կստանան, ինչ ծրություններ կստանան, կալանավորումները ինչպիսի շարք կունենան, դա արդեն երևի կախված է, թե իշխանությունը որ պահին, որ իրավիճակում, որ առաջնահերթ կհամարի։ Այս պահին խնդիրը երկու մասով է արտահայտված եղել։ Մի կողմից ամեն ինչ անելու, որպեսզի Բարգավաճ Հայաստանը մուտք չգործի խորհրդարան եւ ըստ այդմ խորհրդանի ներսում իրի դասավորությունը չփոխի, եւ երկրորդը ցույց տալ, որ ցանկացած ուժ, որը կփորձի խնդիր ստեղծել իշխանության համար, նա այս տեսանկյունից շակերտավոր առումով կպաշտվի, անկախ նրանից թե այդ մարդը ով է, ինչ վաստակ ունի կամ ինչպիսի գործունեություն է ծավալում։ Իշխանության համար ինչ խնդիր ա լուծում եւ արդյոք Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարել է, ինչ էր արվում այս իրավիճակը անխարգելելու համար, որտեղ անընդհատ պայքար է գնում Նիկոլ Փաշինյանի արածները հետևանքների դեմ եւ որևէ կանխարգելիչ գործողություն չի արվում կամ եթե գործ է առանձին ճակատներով են փոխանցել նաև ընդդիմադիրները այդ գործողությունները կատարել, ինչը անհաջողությամբ է հասարակական։ Ես այդ լիովին համաձայն եմ, որ մեր գլխավոր խնդիրը ընդդիմադիր դաշտում այն է, որ շատ ժամանակ պայքարը գնում է դրա հետևանքների մասով, այլ ոչ թե պատճառների վերացման։ Իհարկե գլխավոր խնդիրը, որը կարող է կանխել մեր երկրում օրինակ զարգացումները, դա պարզապես իշխանափոխության իրականացումն է։ Իշխանափոխության իրականացման գործընթացը այս պահին կարծես թե մտել է մի այնպիսի փուլ հետընտրական ժամանակահատվածում, երբ որ եթե 6 ամիս առաջ որոշակի սպասումներ կար, քաղաքական ուժերը դրան կապում են ավելի շատ ընտրական process-ների հետ, ապա այս պահին հետընտրական ժամանակահատվածում բնականաբար քաղաքական դասավորությունները պետք է փոխվեն, որովհետև ձևավորվել է նոր իրավիճակ, դա այսօրվա խորհրդարանում արկա իրերի դասավորությունն է եւ ԿՊ-ի ստացած նոր հնարավորությունները կամ վերարտադրման հնարավորությունները եւ բնականաբար նույն ձևով, նույն տեմպով շարժվելու իրավունք եւ հնարավորություն ընդդիմությունը պարզապես չունել։ Պետք է այս պահին լիովին գիտակցել իրավիճակի ողջ լրջությունը, հասկանալ թե ինչպես է շարժվելու, հասկանալ թե որ հարթակներում որտեղ եւ ինչ կարող է իրականացնել եւ շարժվել այլ ուղղությամբ։ Եթե այդ քայլերը չիրականացվեն, բնականաբար այս տիպի միջադեպերը կշարունակեն, մարդիկ կշարունակեն մնալ անազատության մեջ, իսկ մեր երկրում էլ կունենանք այն իրավիճակ, ինչ որ եղել է, մի իշխանություն, որը բացառապես ծառայում է այլոց շահերին։ Չկա, եթե քաղաքական հետապնդումներ են, եթե ապօրինի անազատության մեջ են գտնվում, ինչու քաղաքական շարժում ակտիվություն չեք ցուցաբերում։ Դեք մեկ բան շատ հստակ կարող եմ ասել, համարել որ միայն խորհրդանով կամ խորհրդանի միջոցով կարելի է խնդիրները լուծել, իշխանափոխության կամ իշխանության համար իրական դիմադրություն ստեղծելու առումով բնականաբար այդպես չէ, այսինքն երկու ուղղություն էլ եւ փողոցը եւ խորհրդարանը ոչ միայն պետք է արդյունավետ գործեն, այլ դրանք պետք է իրենց քայլերում լինեն ներդաշնակեցված, անկախ այն հանգամանքից որ քաղաքական տարբեր ուժեր երեք հիմա կամ վաղը ունենալու են տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ, բայց կարծում եմ կան գլխավոր ռազմավարական ուղղություններ, որոնց մասով շահերը
պետք է որ իրական դիմադրի ուժերի համընկնի եւ դա հնարավորություն ստեղծի այս եւ մնացած բոլոր հարցերում հանդես գալ մեկ ընդհանուր դիրքերից։ Արդեն որպես արտախորհրդարանական ուժ, արդեն որպես արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչներ, ինչ եք անելու, այսինքն այսպես դիտել եք գալու հետևանքների դեմ պայքարելու, թե որպես արտախորհրդարանական ուժ նաև ձեր օրակարգն եք ունենալու, որտեղ հիմա կարծես թե ավելի ազատ եք, հա, նաև փողոցային պայքարի համար։ Չեմ կարծում, թե խորհրդանական գործունեությունը մեր կամ որևէ այլ ուժի համար որևէ սահմանափակում է ստեղծում խորհրդանից դուրս ազատորեն գործելու առումով, հատկապես որ 21-ից 26 ժամանակահատվածում բոլոր փողոցային ակտիվ շարժումներում հանրապետական եղել է առաջին շարքերում։ Բայց այդտեղ գլխավոր հարցը հետևյալն է, անկախ նրանից թե ուժերը խորհրդանում ներկայացված են, թե ներկայացված չեն, ինչպիսի ընդհանուր օրակարգով են գործելու։ Որովհետև առանձին բոլորի ընդհանուր ռետորաբանությունը, խոսքը, բառապաշարը որոշակի փոփոխությունները ընդհանուր առմամբ նույնն է եւ կարծես թե պայքարը նույն թիրախի ուղղությամբ է, բայց միասնական առումով միջոցառումների տարբեր կազմակերպված նախաձեռնությունների իրականացման առումով մենք ստեղ ունենք իհարկե լրջագույն խնդիրներ եւ դա է պատճառը, որ 20 թվականից հետո ունեցանք 21, ունեցանք 26 եւ հիմա հետընտրական զարգացումների համատեքստում ավելի շատ խոսվում է քաղաքբանտարկյալների նոր ձերբակալվածների, այլ ոչ թե մեր այն իրական խնդրի մասին, որի ուղղությամբ պարզապես աշխատել ենք այս ընթացքում։ Գալիկ Ծառուկյանին առնչվող այս վարույթները ուղիղ ազդում են նաև քաղաքացիների վրա։ Օրինակ երեք առինջ մոլում բողոքի ակցիա իրականացնողներն ասում էին, ինչով ենք մեղավորում ենք մեր քաղաքական հայացքների համար, եթե հավասարապես հարկատու ենք պետությանը։ Եվ նրանցից ոմանք այլևս գործելու հնարավորություն չունեին։ Այս հարցն էին բարձրացնում եւ հիշատակում էին, որ հենց իրենց վճարած հարկերի շնորհիվ է դպրոց կառուցվում, կենսաթոշակ բարձրացվում։ Ես կխնդրեմ ձեր արձագանքը այս քաղաքացիների հարցում։ Գիտեք, մարդը ընդհանրապես մարդկային կապիտալ այս իշխանության համար որևէ արժեք չունի։ Իր համար կան դրված նպատակներ, իսկ այդ նպատակի համար ամենաանթույլատրելի, ամենաանբարոյական, ոչ օրինական միջոցները այստեղ կիրառվում է եւ իշխանության համար ընդհանրապես հետաքրքիր չէ թե մեկը աշխատում է, չի աշխատում, իր ընտանիք գումար տանում է, թե չի տանում։ Այս իշխանության պարագայում այդ մարդկային գործոնը այստեղ ընդհանրապես հաշվի առնելու անհրաժեշտություն չկա, որտեղ այս 8 տարիները ցույց են տվել, որ իր համար կա մեկ նպատակ, դա իշխանությունը հնարավորինս երկար պահելն է եւ դրան հասնելու ճանապարհին բոլոր քայլերը ձեռնարկվում են։ Շնորհակալություն։